if I lay down and I play dead. Ես խոսքեր չունեմ, ուղղակի ապշած եմ։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա կմտածեք ինչ եղավ, ինչ պատահեց, ուր են վլոգի շարունակությունները, հաջորդի վլոգ համար 7։ Այսօր հունվարի 4-ն է, արագ այս երկու խոսքը ներկայացնեմ, ասեմ, անցնեմ ամբողջ տեսանյութերը տեղադրելու, բայց ինչի համար եմ զարմացած եւ արդեն անհանգստություն կա ինձ մոտ, թե ինչ տարի է լինելու այս տարի ինձ համար, մեզ համար, քանի որ երբևէ որևէ տարի նման քաոսով չէր սկսվել մեր տարին։ Ուղղակի արդեն ինձ միտք է տալիս անհանգստություն, մտածում եմ, տեսնես ինչ է լինելու այս տարի։ Քանի որ այն ինձ մոտ փորձված է, ինչպես դիմավորում ենք ամանորը, ամբողջ տարին այդպես է լինում։ Անմիջապես ինձ մոտ այդպես է որ կա։ Անհասկանալի քաոս։ Երբեք չէի պատկերացնի, որ նման խառը իրավիճակ, իհարկե ոչ մի վատ առումով, ամբողջը միայն լավ առումով, բայց ոչինչ չհասցնել։ Խառնաշփոթ, այն ինչ ասել եմ, նկարահանել եմ, կիսատ, պռատ, ներկայացրել եմ ձեզ ինչ է լինելու կապված ձևավորումների հետ։ Առևտուրներ, հա դե լավ, առևտուրները շատ լավ հասցրեցինք։ Մնացած սննդի ձևավորումներ, տան, ներսում, դրսում բավականին այնտեղ բիսկվիտները թխված, պատրաստված, որ պետք է քանդակենք ձիուկ, տորթը նմանատիպ շատ հետաքրքիր բաներ, կարելի ասել գրեթե կեսը, որը մի ամբողջ մաս է կազմում, չենք հասցրել ոչինչ անել, ինչ է պատահել։ Ուղղակի զարմանում եմ, եւ նաեւ խառնաշփոթ։ Հիմա ինչ նկարել եմ, ինչ նկարահանել եմ, ինչ ունեմ կտեղադրեմ, ամբողջությամբ կտեսնենք վլոգ համար 7-ում։ Բայց դերևս շատ իրավիճակներ կան, որ նախապատրաստել էինք, չեմ հասցրել նկարել, այնտեղ այդպես էլ կիսատ մնացել են, ինչ պատահեց, մտածում եմ ինչի համար այս տարի ոչինչ չհասցրեցինք, այս չափ զբաղվածություն, բացի դա, հիմնական պատճառը, ամբողջ Հայաստանի առումով բոլորը գիտեք, ինքներդ գիտեք, թե ինչքան շատ խայտարակ անջատումներ, հոսանքազրկումներ են կատարվում, բնականաբար Էջմիածնում էլ նույնպես։ Դեկտեմբերի 30-ից ամբողջ գիշերվա ընթացքում կարելի ասել գիշերվա կեսին ժամը 2-3-ից հետո են հոսանքները տվել, այն ինչ որ պատրաստել ենք ոչինչ չենք հասցրել, չենք արել կարճացած խառնաշփոթ։ Իսկ հիմա էլ ժամանակ եմ գտել, երիտասարդները, ջահելները ինչպես ասում են, տանը չեն հյուր են գնացել, ես հիմա արագ մի երկու խոսքով ասեմ, գոնե այս դրվագն մոնտաժեմ, դնեմ, տեղադրեմ, որպեսզի կարողանամ վլոգը ներկայացնել։ Այսպիսի խառնաշփոթ մինչև հիմա քաոս այնտեղ դրկիսած բաներ կան մնացած, երբեք չէր եղել որևէ ամանոր, որ այսպիսի խառը ոչինչ չհասցրած վիճակով դիմավորենք ամանորը։ Չգիտեմ, ինձ համար իրոք արդեն մտածելու է, տեսնենք ինչ տարի է լինելու, ինչ է սպասվելու, քանի որ ինչ որ անհասկանալի հետաքրքիր լարվածություն ու խառնաշփոթ եմ զգում։ Այդ վիճակով այդ կերպ դիմավորել ենք ամանորը, չգիտեմ, տեսնենք Աստված առաջ, դե ինչ հասցրել ենք, ինչ չենք հասցրել, ինչը կտեսնեք, ինչը կիսատ մնացած կլինի, կներեք ինձ, ընթացքում մաս համար 8-րդում կտեղադրեմ, թե ոչ դեռ չգիտեմ, բայց այն ինչ կա, եկեք դիտենք։ Եվ այսպես ամանորյա վլոգ համար 7։ Անգամ օրերն եմ արդեն խառնել, չգիտեմ սա որ օրն է, բան չեմ հասկանում, կարելի ասել չեմ էլ հիշում, երևի թե դեկտեմբերի 29-ն է, կարճ ասած կարին կան, զբաղված է նվերների փաթեթավորմամբ, խառը ձևավորումներ, մի պահ օգնում եմ, մի պահ անցնում եմ մյուս աշխատանքներին, ովքեր պետք է գան մեր տուն հյուր նվերներ ստանան, որտեղ որ մենք պետք է գնանք մեր նվերները տանենք, այսպես խառը ընթացքի մեջ ենք։ Ապա անցնում եմ սպիտակ գուաշով պատուհաններին նկարելուն, պետք է նկարեմ նախշանկարներ, ամանորյա պատկերներ, դե ինչպես տեսնում եք վրձինն է իմ ձեռքում սպիտակ գուաշը, ես կատարեմ աշխատանքները, դուք հետևեք, գնացինք առաջ։ Նկարելու հետ կապված մտքերը շատ են, տարբեր են, բայց երևի թե որոշեցի կնկարեմ պարզապես ձմեռային գյուղական տեսարաններ, տնակներ, ձյուն, սահնակ, եղնիկ, ձմեռպապ, այսպես շարունակ։
Այս պատուհանին դերևս բավական է, երևի թե անցնենք հաջորդին նմանատիպ, նույն կերպարներով, նույն նմանությամբ տարբերակը հիմա կնկարեմ երկրորդ պատուհանին։ Ապա քիչ անց տղաս եկավ տուն, որոշել նվերները թաքցներ, ամանորյա գիշերը նվիրեր, բայց սիրտը չդիմացավ, ինքն էլ մեզպես անհամբեր որոշեց հիմա հանձնել Կարինկայի նվերները, որպեսզի զգանք իր արձագանքը, տեսնենք ինչ զգացողություններ կունենա այս նվերները ստանալիս։ Դե արդեն պարզ է, շատ հավանեց նվերները, քանի որ շատ կարևոր են, ամբողջը խնամքի պարագաներ, այնքան բաներ կան իր մեջ, ճիշտն ասած երկար նայելուց մի կերպ եմ հասկանում, թե որը ինչի համար է։ Ճիշտն ասած, ես մի փոքր շուտ արդեն գիտեի այս մասին, բայց ինքս թաքցրել էի Կարինկայից, քանի որ տղաս ինձ ասել էր արդեն։ Ապա հաջորդ տարբերակում էլ ավելի կարևոր մի բան, որը մշտապես հարկավոր է Կարինկային։ Մատնեհարդարմամբ սիրում է զբաղվել, իսկ այդ փոշին չի կարելի ընդհանրապես ցանկացած մարդկանց, առավել ևս Կարինկային հղիության ընթացքում։ Այսինքն մատնեհարդարման փոշեկուլ։ Մի տեսեք իր ուրախությունն ու հիացմունքը։ Դե ինչ, Նարեկը Կարինկային նվիրեց նախապես իր ամանորյա նվերները։ Դե իհարկե, ուրախությամբ անմիջապես անցավ գործի իր մատները հարդարելուն և փորձելով մատնահարդարման այս հրաշք փոշեկուլը։ Դու մի ասա, այս չարաճճիները ինձ համարել են անակնկալ պատրաստել։ Դերևս էլի նոր տարվանը ժամանակ կա, բայց որոշել են նվերները հանձնել։ Ճիշտն ասած, էլ չդիմացանք, որոշեցինք ամենքս մեր նվերները հանձնել, իսկ հիմա անակնկալը ինձ։ Եկեք միասին տեսնենք, թե ինչ նվեր եմ ստանում ես Կարինկայից և Նարեկից։ Էնպես էլ Կարինկան այս նվերները ամուր փաթեթավորել է, որ երկար ժամանակ է պետք ամբողջը քանդել, բացել, տեսնենք մեջը ինչ կա։ Հա, դու մի ասա, ես էլ ասեմ ենխի էր խոսք քաշում, տեսնել ինձ ինչա պետք, այսինքն հասկացել էր, ինձանից խոսք էր վերցրել, որ ինձ պետք է հրակայուն ջեռոցում համեղություններ պատրաստելու համար հատուկ ապակյա տարաներից, որտեղ թե խմորեղեններ, թե համեղ կերակրատեսակներ, ճաշատեսակներ է հնարավոր պատրաստել, որը տաքությանը դիմանում է։ Փաստորեն խոսք էր քաշում այն գնելու համար։ Իրոք շատ լավն է և ինձ պետքական, ապրեն իմ բալիկները։ Նկատեցինք, որ տղաս տանը չէ, չգիտեմ ուր էր գնացել, մենք էլ հա զանգում ենք, ուր ես, խի ես ուշանում, անընդհատ կարելի ասել ներվերը ուտում ենք, չի ուզում ասել։ Դու մի ասա, գնացել է եւս մեկ անակնկալ նվերներ գնելու իմ ու Կարինկայի համար, այս գեղեցիկ հրաշք վարդերը։ Դե ինչպես ասացի, ահա որ խիստ զբաղվածության պատճառով ընթացքը չեմ կարողացել նկարահանել, միայն ցույց տամ վերջում գոնե իմ մատնահարդարումը։ Դե իհարկե պարտադիր ամանորյա, գույնզգույն, զիզիբիզի, տոնական տրամադրությամբ։ Պարտադիր այս տարվա գույներով, կարմիրը ոսկե գույնով։
Այս ամենից դեռ չպրծած գործ է անում, մեկ էլ տեսնեմ, ասում են գնա նորից տոնածառի տակից տուփ ընտրի։ Դու մի ասա, մեկ նվերով չեմ բավարարվել։ Հիմա տեսնենք էլ ինչ նվեր են պատրաստել ինձ համար։ Այ քեզ անակնկալ, դե եկեք հետևենք։ Դու մի ասա, մի քանի օրեր առաջ ես հազվադեպ մի օծանելիքի բույր էի հավանել, քանի որ քիչ եմ հավանում հոտերը։ Ապա աշխատանքից վայրից այդ դատարկ տարան տուն էի բերել, որ տղայիս հարցնեի ինչ հոտ է այն, ինչ օծանելիք է։ Ինքն ու Կարինկան ժպտալով նայեցին իրար եւ այդպես անցավ ու գնաց։ Դու մի ասա, բավականին արժեքավոր օծանելիք գնել են, փաթեթավորել են եւ տեղադրել են տոնածառի տակ։ Հիմա նայեք այս չարաճճիներին, բա ես ինչ անեմ, ով է ասել իրենց այսպիսի նեղություն կրեն։ Շատ հաճելի էր այս ամենը, բայց մի փոքր էլ ջղայնացա իրենց վրա, որ այսպիսի ծախսեր չկատարեին։ Ապրեն իմ բալիկները, շատ շնորհակալ եմ։ Լավ, ինձ թված այսքանով վերջ։ Մեկ էլ ասում են դե մի հատ էլ տուփ վերցրու տոնածառի տակից։ Լավ, արդեն չգիտեմ ինչ անեմ, ոնց կարելի է, արդեն երրորդն է։ Դու մի ասա, Secret Santa խաղը, ինչպես գիտեք, գաղտնի ձմեռպապ, տղայից տարբերակով էլ ես եմ ընկել իրեն, այսինքն իմ անունն է գրված եղել այդ ծրարի մեջ։ Հիմա էլ տղաս ինձ համար են նորից առանձին նվեր գնել, էլ չհամբերեցին, որ պետք է հավաքվենք, մեկս մյուսին բաժանենք նվերները, միանգամից հիմա էլ ինձ տվեցին երրորդ տուփը, որը տղաս էր գնել կրկին ինձ համար։ Ինչպես ասում ենք Secret Santa խաղի օրինակներով։ Մուկ վարդագույն ձեռնոցներ կրկին իմ ճաշակով, որը ինձանից խոսք էր քաշել Կարինկան։ Այսօր դեկտեմբերի 30-ը ես մի հատ խառնաշփոթ, ոչինչ չենք հասցնում։ Երկար բարակ չեմ կարողանալու խոսել, չեմ կարողանալու ներկայացնել, միայն գործնական, ամբողջը կնայեք ինչ ենք անում, ինչն ենք պատրաստում, ինչը կհասցնենք ցույց կտանք, կնկարանենք ինչը ոչ, այսպես խառը քաոս վիճակ ընթացի։ Գոնե ամենից որոշակի կադրեր։ Ինչպես տեսնում եք, Կարինկան արդեն զբաղված է եւ պատրաստել է եւ նկարահանել է, ուղղակի հետևեք, շատ հետաքրքիր լինելու։ Միայն կասեմ, հիշեք, ասել եմ, ելի եմ ասելու, նախապես առանձին կներկայացնեմ, այս տարվա գույներն են ձիու տարի, քանի որ հրե ձիու տարին է լինելու, ու մեր փոքրիկ ձիու կգալու է, իսկ իրական ամանորը դիմավորի գույներն են, այս տարվա կարմիրը, ինչ հետաքրքիր զուգադիպություն է, չէ՞, իմ շատ սիրելի գույնը։ Ոսկե գույնը եւ կանաչը։ Նախորդ տեսանյութերում դուք տեսաք կարմիր ինձ հագնված, հիմա փորձենք կանաչով։ Ոսկե գույները դե կավելացնենք մատնահարդարման կամ այլ դետալների մեջ։ Դե ինչ գնացինք առաջ, ոչի բան չենք ասում։ Ուղղակի հետևեք, նայեք մեզ։ Դե այստեղ Կարինկան զբաղված է իր ինչ որ հետարքիր աղցաներով, կրկին նկարահանումներով, այնպիսի խառնաշփոթ է, չգիտենք որս որտեղ ինչ ենք անում։ Դե ես էլ կատարում եմ իշլի քյուֆթայի պատրաստման ընթացքը, ավելացնելով աղ, պղպեղ, համեմունքներ, տավարի աղացած միս, այնուհետև աղացած մանր բրղուր, որով պատրաստում են նաև թաբուլե աղցանը, ապա վերջում ավելացնելու եմ այնքան ալյուր, որ ստացվի ամուր, կարողանանք ձեռքերով գնդիկներ պատրաստել, կենտրոնում փոսիկ բացել, միջուկը տեղադրել, կարճ ասած, հետևեք ընթացքին, ժամանակ չկա այս ամենը մանրամասն նկարահանելուն, ցույց տալուն։ Իսկ պաքսիմատի համար, որով վերջում ծածկում են երեսամասը, ամբողջ իշլի քուֆթան, կարող եք գնել խանութից, բայց շատ հեշտ հնարավոր է պատրաստեք նաև ինքներդ չորացված հացով, պարզապես աղալով, որը ստացվում է էլ ավելի որակյալ։
Ահա պատրաստ է իշլի քյուֆտայի երեսամասի շերտը հնդիկներ պատրաստելով ստանալուն։ Ընթացքը ժամանակ չկա, չեմ կարող նկարահանել, միանգամից ցույց կտամ պատրաստի տարբերակը։ Իսկ պատրաստի տարբերակներ պահում եմ պոլիէթիլենային տոպրակով սառնարանում, որը շատ հարմարավետ է։ Ապա անցնում ենք խոզի ազդրի պատրաստման ընթացքին։ Առաջին անգամ այս տարում երբևէ որևէ տարի ես այն չեմ տեղադրել իմ ամանորյա սեղանին, քանի որ այս տարբերակը չեմ ընդունում։ Պատրաստման պատասխանատվությունը Կարինկան վերցրել է իր վրա եւ չենք խանգարում, թողնում ենք ինքը պատրաստի։ Պարզապես կողքից մի փոքր օգնում ենք իրեն։ Ինչպես տեսնում ենք, նախնական պատրաստում է սոուսը, իսկ ազդրը մի քանի օր արդեն դրված է եղել ջրի մեջ, հետո աղաջրի մեջ։ Դանակով ծակելու տեսարանները, որ ինձ համար ահավոր է, այն կատարեց տղաց, բայց հասկացա, որ իր սրտով էլ չէր, ճիշտն ասած, սա ինձ համար անընդունելի է։ Եթե երիտասարդները ցանկացել են այս տարի լինի, թող այդպես լինի, որևէ խնդիր չկա։ Եվ իրենք էլ պատրաստում են ազդրը մինչև վերջ։ Դե ովքեր պատրաստում են արդեն գիտեն։ Դանակով բացված անցքերի մեջ պարտադիր տեղադրում են սխտորներ համը տարածվելու համար, այնուհետև ամբողջությամբ ծածկում է ազդրը պատրաստի սոուսով, հետո փաթեթավորում են կերակրի փայլաթիթեղով եւ տեղադրում ջեռոց ցածր աստիճանում շատ երկար եփվելու համար, գրեթե մի քանի ժամ։ Այնուհետև ժամանակ եմ գտնում գոնե անցնեմ անձեռնոցիկների պատրաստմանը։ Ունեմ շատ տարբերակներ, տեսնենք որը կհասցնեմ նա էլ կպատրաստեմ։ Քանի որ ամբողջը ընտրված է մուգ վարդագույն տարբերակներով, ծածկոցը, տոնածառի խաղալիքները, մոմերը, ամբողջը որոշել է Կարինկան, դե այդ առումով էլ որոշեցինք, որ անձեռնոցիկ տոնածառները նույնպես պետք է լինեն մուգ վարդագույն։ Պարզապես հետևեք պատրաստման ընթացքին, բացատրելու ժամանակ չկա, սիրելի ընկերներ։ Մի փոքր վերհիշեցնեմ իմ նոր միացող հետևորդներին։ Մշտապես ասել եմ, անձեռնոցիկի այս տարբերակը իմ ստեղծագործություններից է, որը դասավանդել եմ իմ ուսանողներին։ Այս տարբերակը ինքս եմ ստեղծել, ինքս եմ հորինել եւ ունեմ նմանատիպ տարբերակների իմ ստեղծագործությունների բավականին քանակ։ Այստեղ էլ հաջորդիվ նարեկը, շոկոլադներ է գնում խանութից, փոքրիկ ձմեր պապու տարբերակներով, ինչպես տոնածառի խաղալիքներ թելով կախում է եղևնու ճյուղերին, որպեսզի երեխաները գան եւ իրենց ձեռքերով, որպես նվեր շոկոլադե խաղալիքներ վերցնեն, քաղեն, ծառից ուտեն, ուրախանան։ Այնուհետև ամենահրաշալի պահը, Կարինկան եւ Նարեկը միասին իրենց փոքրիկ ձագուկի դերևս չծնված, կարելի է ասել 1 ամսականից սկսած բոլոր սկրինինգային նկարները կախում են ծառից ուրախանալով եւ երազանքով, քանի որ մեր սպասված 2026 թվականը լինելու է մեզ համար ամենահրաշալին, ամենակարևոր, մեր կյանքի ամենաթանկ մարդուկին ենք սպասում բոլորս։
Ցանկանում եմ այս երջանկությունը, այս զգացողությունը, այս անկրկնելի ապրումները եւ պահերը վայելեն բոլոր երիտասարդները, բոլոր սիրող սրտերը։ Աստված օրհնի բոլորիդ եւ ձեր տուն բերի նման երջանկություն։ Դե ինչ, իսկ սերի առումով ասել եմ, չէ, մի փոքր էլ սպասեք, կտեսնեք ինչքան հետաքրքիր է լինելու, գենդեր փարթի, ինչպես որ ասում ենք, այդ ժամանակ կտեսնեք, թե ինչ սերի ծակոկ ենք մենք ունենալու։ Եվ այսպես, ամանորյա գիշերը, դեկտեմբերի 31, ժամը 12-ին մի քանի րոպեներ են մնացել, ինչ արեցինք, չարեցինք, ինչը հասցրեցինք, չգիտեմ, ինչն եմ նկարահանել, ինչպես եմ ներկայացնում ձեզ, ինչը որ հնարավոր է եղել, սիրելի հետևորդներ ջան, խառնաշփոթ վիճակով, կեսը պատրաստ, կեսը ոչ, բայց ժամանակ չկա, դիմավորում ենք ամանորը, 2026 թվականը, այս պահին էլ կարծես գիտակցելով, մեր ձագուկը շարժումներ է կատարում։ Ինչպես ասում են ձիու տարի, հրեղեն ձիու տարի, որի դեպքում պետք է դիմավորենք կարմիր, ոսկեգույն կամ կանաչ գույն զգեստներով, դետալներով, ձևավորումներով, դե իհարկե ես ու Կարինկան ընտրել ենք այդ տարբերակը։ Դե ինչ, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ, 2026 թվական, մեր փոքրիկ ձիուկ, քեզ ինչքան շատ ենք սիրում, ինչ երազանքով ենք սպասում, մեզ համար լինելու է հրաշալի տարի, Աստված օրհնի բոլորիս, երկիրս, հայրենիքս, Հայաստանս, բոլորիս ընտանիքներին, փառք Տեր Աստված, ամենը միայն Աստծով, շնորհավոր նոր տարի։ Այնուհետև անմիջապես ամանորից հետո ես կրկին վերադառնում եմ աշխատանքի, իսկ մյուս հաջորդ օրը գնում ենք Կարինկայից տուն շնորհավորելու եւ այստեղ այս չարաճճիները մանդարինը ուտելու փոխարեն ինչ որ ֆոկուսներ են կատարում։ Մի հատ տեսեք թե ինչ չարաճճի են, ինչպես ասում ենք մարդ ու կնիկ, կրակը այրում են մանդարինի մեջ, ինչ որ տեղ տեսել են, սովորել են եւ փորձարկում են։ Այո, եւ շատ գեղեցիկ ստացվում է։ Կարինկայից տանից վերադառնում ենք տուն, հոգնած, մրսած, կարելի ասել կուշտ կերած, հիմա հանգստանալ է պետք, բավականին ուշ ժամ է, ցանկանում ենք քնել, դե չէ, Կարինկան չի թողնում, բա ոնց, դրսում ձյուն է տեսել, ստիպելով զորով մեզ բոլորիս, հանում է դուրս եւ ասում է ինձ հետ պետք է ձնագնդիկ խաղաք, մի հատ տեսեք ինչ է կատարվում մեր բակում, դերևս ներկայացնում եմ մի փոքր տարբերակը։
Հələ մի րոպե։ Վախ։ Ժողովուրդ չեն թողում նկարել։ Այստեղ են ասել մեղայասու, այս ձևի չարաճճի հղի տեսած կաք, բայց իրականում իմ ժամանակ ես էլ ավելի ահավոր ակտիվ ու չարաճճի եմ եղել իմ առաջնեկի նաև երկրորդի ժամանակ։ Թեկուզ դերևս կիսատ, պռատ, կեսը չկատարած, դեռ կեսը ընթացքի մեջ է, որ պետք է պատրաստենք, կարելի ասել նկարահանում եմ մեր պատրաստած սեղանի շատ քիչ մասը, մնացածը դեռ ընթացքի մեջ է, թեկուզ ամանորը անցել է, ոչինչ չենք հասցրել, բայց միևնույն է, ընթացիկ ինչը կհասցնեմ, էլի կնկարահանեմ, կտեղադրեմ, այստեղ մի փոքր տեսարան մեր ամանորյա սեղանից։ Շեշտում եմ սիրելի հետևորդներ, այն ինչ տեսակ, ինչ հասցրել եմ այդ պահն եմ նկարահանել։ Խանգարող պատճառները շատ էին։ Հիմնականում անսպասելի հյուրեր, այն պահի որ դու գործ ես անում ամանորյա պատրաստություն, հյուրեր չես կարող թողնել, հյուրերին նստած մոտենում ես, խոսում ես հյուրասիրություն, 1-2 ժամ քեզանից գնում է, այդ դեպքում 1-2 ժամի ինչքան բաներ ես կհասցնեի անել, այնուհետև հոսանքներն են տանում։ Էջմիածին քաղաքի կեսից ավելին եղել է հոսանքազրկված հենց ամանորի գիշերը, որն է փառք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը մենք հոսանքազրկում չունեցանք, բայց նախորդ օրը ամբողջ օրը չի եղել հոսանք, կարճացած քաոս։ Այսպես, այն ինչ տեսակ, ինչ որ բաներ դեռևս նկարահանած չեմ լինի կհասցնեմ մաս համար 8-ում կտեղադրեմ, եթե ոչ, ինչ ասած, մեր ամանորյա վլոգ համարի 7-ն է այս տարբերակով, դե ինչ սպասեք հաջորդին։ Չգիտեմ հաջորդից ինչպես կլինի, համար 8-ը ինչպես կներկայացնեմ, կլինի թե ոչ, չգիտեմ, դե ինչ կհանդիպենք հաջորդին։